Այսօր ինչ կպատասխանեիր շարքի 25-րդ ուսուցումն է, որ վերցրել եմ Տեր Հիսուսի հարցը Մատթեոս ավետարան 19-րդ գլխից։ Եկեք կարդանք Մատթեոս ավետարան 19-րդ գլուխ 16-17 խոսքերը եւ զարմանալու եք։ Զարմանալու եք, որովհետեւ այս հարցը այսպես չեք լսել դուք։ Այն ինչ որ գրված է նոր Արարատում, նոր Արարատ թարգմանության մեջ, գիտեք, ես նոր Արարատում միշտ սխալներ եմ գտնում ու շատ կան սխալներ, բայց այս անգամ երբ որ կարդացի, ասացի հերթական սխալն եմ գտել ու սխալվեցի, որովհետև երբ որ բնագրի հետ ճշտեցի, տեսա որ բնագրում ճիշտ այդպես է գրված, այս անգամ հին Արարատում այլ կերպ գրված։ Եվ կրկին ու կրկին հիշենք աղոթքների մեջ, որ մենք բնագրին մոտ հայերեն ժամանակակից լեզվով թարգմանություն ունենանք, սրա կարիքը շատ կա եւ Աստված թող ծառայողներ բարձրացնի, որ ունենանք այսպիսի բնագրին մոտ հնարավորինս մոտ թարգմանություն, բայց ունենք ինչ ունենք, բայց ունենք նաեւ բնագիրը, որի հետ կարող ենք համեմատել եւ ահա ընթերցեմ 16 եւ 17 խոսքերը։ Ահա մեկը Հիսուսի մոտ եկավ ու ասաց. «Բարի վարդապետ, ինչ բարի գործ անեմ, որ հավիտենական կյանքն ունենամ»։ Նա ասաց նրան, այստեղ եք զարմանալու, որովհետև ուրիշ բան եք լսել միշտ։ Ինչու ես ինձ բարու մասին հարցնում։ Բարին մեկն է, իսկ եթե ուզում ես հավիտենական կյանք մտնել, պատվիրանները պահիր։ Որ ես կարդացի ու ուղեղի մեջ գրանցված էր հետևյալը, ինչու ես ինձ բարի ասում, բարին Աստված է, եւ անմիջապես բացեցի բնագիրը, տեսնեմ ճիշտ այսպես է գրած, մեկը գալիս ասում է բարի վարդապետ, ինչ բարի գործ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ։ Եվ Տեր Հիսուսն ասում է, ինձ ինչու ես բարու մասին հարցնում։ Բարին մեկն է, պահիր Աստծո պատվիրանները։ Ինչ հետաքրքիր է, չէ՞։ Իրականում այս հատվածը զուգահեռ հատվածներ ունի Մարկոսի ավետարան 10-րդ գլուխ 17-18 խոսքերը, Ղուկաս 18-րդ գլուխ 18-19 խոսքերը, որոնք հենց այնպես են, ինչպես որ կարանք այս ձայնի հարցը լուծենք։ Գիտեմ, որ տեխնիկայի հետ է խնդիրը, միկրոֆոնի հետ է խնդիրը, բայց հնարավորինս ասեք ոնց բռնեմ, ինչ անեմ, որ չխանգարի այս ձայնը։ Իրականում գրված է այնտեղ, երբ որ բացեք մյուս ավետարաններում, գրված է հենց այնպես, ինչպես մենք ծանոթ ենք լսել, գրված է, որ ինչու ես ինձ բարի ասում, բարին մեկն է, բայց երբ որ բնագիրը անգամ այնտեղի բնագիրը նայեցի, մի ստորակետի տարբերություն է, այսինքն ստորակետը նայած որտեղ ես դնում, ուրիշ բան է ստացվում, եւ աստվածաբանները ասում են, մի մասը ասում է Տերը հենց այնպես, ինչպես մենք ենք սովոր, ինչու ես ինձ բարի ասում, բարին մեկն է Աստված, բայց այնտեղ Աստված բառն էլ չկա։ Բարին մեկն է եւ հետո բացատրում է ինչն է բարին, իսկ մյուս մասը հենց այսպես է ասում, որ այստեղ Տերը Տիրոջը չի ասում, Տերը չի արձագանքում, ինչու ես ինձ բարի ասում, ասում է ինչու ես ինձ բարու մասին հարցնում, դու պիտի իմանաս որն է բարին, բարին Աստծո պատվիրանները պահելն է։ Հիմա ես չեմ ուզում մտնեմ այս աստվածաբանական բանավեճի մեջ, ասեմ որն է ճիշտ, թող տեքստի ուսումնասիրությամբ զբաղվողները դրանով զբաղվեն, բայց սա լավ առիթ է, որպեսզի մենք ուսումնասիրենք ու մտորենք ու աղոթենք, բայց Տեր Հիսուսի պատասխանը կասկածի ենթակա չի, որովհետև ինքը պատասխանում է շատ հստակ, եթե այս մարդու հարցի մեջ եւ իր արձագանքի մեջ ինչ որ բան կա, բայց ահա Տեր Հիսուսի պատասխանը շատ հստակ է, այստեղ բոլորն են համաձայն։ Եթե ուզում ես հավիտենական կյանք մտնել, պահիր պատվիրանները։ Եթե այն հարցի շուրջ դեռ կարելի է մտածել, այսպես է գրված, թե այնպես է գրված, բայց պատվիրանը պահելու հանձնարարություն ուզում ես փրկվես, ուզում ես հավիտենական կյանք մտնես, պահիր պատվիրանները։ Այսօր Տերը ինձ ու քեզ է հարցնում։ Ինչու ես ինձ հարցնում։ Տեր ինչ անեմ, որ փրկվեմ։ Ես կարծում եմ աշխարհում շատ մարդիկ են այս հարցը տալիս։
Ինչ անեմ, որ փրկվեմ։ Այս մարդու հարցը սա էր, հիմա բարի էր ասում, բարի մասին էր հարցնում, ինչ էր ասում։ Իմաստը ընդունենք, լավ, կարանք սրա հետ համաձայնենք։ Այս մարդը ասում էր, ինչ անեմ, որ փրկվեմ։ Եվ Տերը շատ պարզ պատասխանում է. պահիր պատվիրանները։ Կարևորագույն հարց եւ կարևորագույն պատասխան։ Պահիր պատվիրանները։ Որպեսզի չընթերցեմ, շատ անգամ ես մեջբերել եմ այս խոսքերը, Հովաննես ավետարան 14-րդ գլխում 4 անգամ Տերը նույն բանը ասում է. Եթե ինձ սիրում եք, պահեք իմ պատվիրանները, եթե ինձ սիրում եք, պահեք իմ պատվիրանները, եթե ինձ սիրում եք, պահեք իմ պատվիրանները, իսկ 4 անգամ ասում է, եթե իմ պատվիրանները չեք պահում, ուրեմն ինձ չեք սիրում։ Արմա եղբայր, դու օրենք ես քարոզում։ Ես օրենք չեմ քարոզում։ Ես շնորհք եմ քարոզում, ես Տեր Հիսուսի խոսքերն եմ քարոզում, պահեք պատվիրանները։ Եվ մենք չենք կարող ասենք սա, չգիտեմ, մինչև Պենտեկոստեն էր, Տեր Հիսուսի բոլոր ուսուցումները մինչև Պենտեկոստեն են եղել։ Ուրեմն մենք ինչ չընդունենք իր ուսուցումները, չընդունենք իր խոսքերը։ Պահեք պատվիրանները։ Եկեք ընթերցենք 2 Հովհաննես առաքյալի 2-րդ թղթի 1 գլուխը ընդամենը 9-րդ խոսքը, նայեք։ Ամեն ոք, ով առաջ է ընկնում եւ Քրիստոսի վարդապետության մեջ չի մնում, ամեն մարդ, ով Քրիստոսի ուսուցումների մեջ չի մնում, վարդապետությունը դա ուսուցումներն են։ Ամեն մարդ, ով իր կյանքով ապրում է այնպիսի կյանք, որը չի արտացոլում Քրիստոսի պատվիրանները, Քրիստոսի ուսուցումները պահելու փափագը, նայեք, Աստված չունի։ Կարող ենք ասել ամեն։ Եվս մեկ անգամ ընթերցենք Աստծո խոսքը։ Ամեն մարդ, ով չի մնում Քրիստոսի վարդապետության մեջ, Աստված չունի։ Ինչպիսի գիծ գծեց Աստվածաշունչը, ինչպիսի սահման գծեց։ Ինչ է նշանակում Աստված չունի։ Պատկերացնում եք, այս խոսքերը կարդում է մեկը, ով ամբողջ սրտով հավատում է Աստծուն, բայց իր կյանքում մեղքեր ունի, որին ասես թեթև է նայում։ Լավ, դե մեր քիչ առաջ զրուցում ենք այդ մասին։ Մեր երկրում տենց ընդունված է։ Դե այդ խաբելը մեղք չի։ Մեղք է։ Դե իմ բնավորության այս վատկիցը դե հիմա կատարյալ չենք լինի։ Իհարկե կատարյալ չենք լինի, բայց եթե գիտես մի բան քո մեջ Աստծուն հաճելի չի, պայքարի դրա դեմ, շնորհք խնդրի Տիրոջից, օգնություն խնդրի, բայց մի հաշտվի։ Ուզում ես ասես ես Աստված չունեմ, մարդիկ այսպես են արձագանքում, իմ հավատքը քո հավատքից ուժեղ է։ Թող քո հավատքը հարյուրապատիկ իմ հավատքից ուժեղ լինի եւ հիմնված լինի Աստծո խոսքի վրա, որովհետեւ հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից։ Եթե Աստվածաշունչը ասում է ուշադիր եղեք Քրիստոսի ուսուցումներին, ընթերցեք Քրիստոսի ուսուցումները, ընթերցեք ու տեսեք, դուք մնում եք այդ ուսուցումների մեջ, թե չեք մնում։ Եթե չեք մնում, Աստված չունեք։ Շարունակության մեջ ասում է, իսկ ով մնում է Քրիստոսի վարդապետության մեջ, նա որդուն էլ ունի, հորն էլ ունի։ Գիտեք, մարդիկ այս հարցը, ես պատկերացնում եմ, եթե ասենք Հիսուս Տերը չլիներ, այսինքն ինքը գար այսօր մեր ժամանակները այցելեր մի եկեղեցի, որպես մի ուսուցիչ, չգիտեմ, ուրիշ երկրից եկել է, մի հրյա ուսուցիչ եկել է քրիստոնյա ուսուցիչ, ոչ թե հուդայականության քարոզիչ, այլ քրիստոնյա ուսուցիչ եկել է եւ ոչ ոք չգիտի, որ ինքը Հիսուսն է, պատկերացնում եք, չի գալիս սպիտակ, այդպես հանդերձով, երկար մուրուքով ու այսպես ոնց է ֆիլմերի մեջ ինքը այդպես սանդալներով, այդպես չի գալիս։ Գալիս է սովորական քարոզ չի տեսքով, ժամանակակից, սափրված փողկապով, կոստյումով գալիս է ու ինչ որ ուսուցումներ է փոխանցում, բայց ինքն է։ Ու սկսում է սովորացնել պատվիրանները պահելու կարևորության մասին։
մի անգամից որոշակի ժողովուրդ կբարձրանա, որ կասի գործերով չի փրկությունը։ Չեք լսել։ Հավատքով է փրկությունը, գործերով չի փրկությունը։ Մենք շնորհքի տակ ենք, անգամ Հիսուսին կսկսեն սովորացնել, որ պետք չի պատվիրանները պահելու մասին խոսել։ Ինձ մի անգամ ասեցին, որ դու շատ ես խոսում պատվիրանները պահելու մասին, ես ակամայից ընկնում եմ մեղքի մեջ, ասում եմ ինչու։ Ասում եմ դե կենտրոնանում եմ մեղքի վրա, դրա համար ընկնում եմ մեղքի մեջ, ասում եմ ժամանակ դու պիտի ոչ միայն ինձ քարկոծես դրա համար, Պողոսին պիտի քարկոծես, Պետրոսին, Հովհաննեսին, Հակոբոսին եւ ամենակարևորը Տեր Հիսուսին պիտի հանդիմանես, ասես ինչու ես ասում պատվիրանները պահեք եւ կփրկվեք։ Ինչու՞։ Որովհետև ես համաձայն եմ, որ գործերով չի փրկությունը։ Եկեք կարդանք, տեսնենք, որ գործերով չի փրկությունը։ Եփեսացիս 2-րդ գլուխ 8 եւ 9 խոսքերը. շնորհքով եք փրկվել հավատի միջոցով, եւ սա ձեզանից չի, այլ Աստծո պարգևն է, ոչ էլ գործերից, որպեսզի ոչ ոք չպարծենա։ Գործերով փրկություն չկա։ Բայց ինչ գործերի մասին է խոսքը։ Եկեք տեսնենք, ովքեր են Աստվածաշունչ այնքան հետաքրքիր ձևով է պատասխանում այս հարցին։ Մատթեոս ավետարան 7-րդ գլուխ 20-ից 23 խոսքերը շատ հայտնի հատված, մարդիկ կային, որ հուսացած էին իրենց գործերի վրա։ Շնորհքով եք փրկվել հավատքի միջոցով, հավատքի ձեռքով, եւ սա գործերից չի։ Եվ մենք չպիտի շփոթենք հավատքի գործերը եւ գործերը, որոնք մարդկանց փրկության չեն կարող տանել։ Եվ այս երկուս, եթե դու չտարանջատես այս երկուսը, դու երբեք չես հասկանա Հիսուսի խոսքերը, պահեք պատվիրանները եւ հավիտենական կյանք կունենաք։ Որովհետեւ մեր ուղեղի մեջ նստած է պատվիրան պահելը դա գործ է։ Ոմանք էլ ասում են ինձանից կախված չի այդ փրկությունը, ամբողջովին իրանից է կախված։ Զգույշ եղեք։ Երբ որ կլսեք, որ մեզանից ոչինչ կախված չի, զգույշ եղեք։ Սա տանում է մարդուն անգործության, սա տանում է մարդուն ջանքի թուլացման, սա տանում է մարդուն մեղքի կյանքի, թեև այդ մարդը չի ուզում մեղքի կյանքի գնա, բայց երբ որ դու ջանքը թուլացնում ես, պատկերացնում եք ինչ որ մեկը, ասենք լեռնային գետ է, այնց մեր այդ քարքարոտ լեռների գետերը չի, ուղղակի լեռնային տես գետ է, որ ինչ որ մի թեքությամբ հոսում է, եւ դու նավակով թիավարում ես, որպեսզի հակառակ ուղղությամբ գնաս։ Նեղ ճանապարհը հենց այդպիսի ճանապարհ է դեպի վեր է տանում։ Եվ հոսանքին հակառակ ենք մենք գնում։ Մեկ էլ մեկը սկսում է քարոզել. թուլացրեք ջանքերը, թուլացրեք ջանքերը։ Ձեր ջանքից ոչ մի բան կախված չի, թուլացրեք ջանքերը։ Ինչ է լինում։ Դու էլ հանում ես այս ջանքերս, այս ծալում ես, այդ թիերը հանում ես, դնում ես, ասում ես. Տերը, եթե ուզենա ես կփրկվեմ։ Ես իմ հոգսը փրկության հանձնում եմ Տիրոջը։ Ինչ է լինելու այդ նավակի հետ։ Դրա համար Տերը ասում է՝ մի թուլացրեք ջանքը։ Դուք ուսումնասիրեք նոր կտակարանում քանի անգամ է ջանք բառը գրված, ջանացեք բառը գրված։ Մի հատ ուսումնասիրեք։ Ինչու Աստված մեզ ասում ջանացեք, եթե մեր ջանքից ոչինչ կախված չի։ Ինչու։ Եկեք տեսնենք, որ գործերով չի փրկությունը, բայց որ գործերով։ Երբ որ դու ինչ որ բան արել ես Աստծու համար ու մտածում ես, որ այդ անելու արդյունքում դու փրկվելու ես, դու մոլորված ես։ Ես այսքան մարդ եմ վկայել, մարդու եմ վկայել, ես ավետարանը տարել եմ, օգնել եմ, բարեգործ եմ, բարի եմ, եկեղեցում ծառայություն եմ արել։ Եկեք կարդանք, որպեսզի իմ օրինակը չլինի Աստվածաշնչի օրինակը։ Ուրեմն Մատթեոս ավետարան 7-րդ գլուխ 21-րդ խոսքից մինչև 23-ը։ Ոչ թե ինձ ամեն Տեր ասողն է երկնքի արքայություն մտնելու, այլ նա ով կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է։ Կարանք ասենք, որ հոր կամքը կատարելը գործ է։ Դա գործ է, թե գործ չէ։ Ասում է, եթե դու, այլ կերպ ասած, եթե դու իմ հոր կամքը, իմ պատվիրաններն է, ես եկա իմ հոր կամքը հայտնելու ձեզ։ Եթե դու հոր կամքը չես կատարում, եթե դու հոր կամքը արհամարում ես, դու երկինք չես մտնելու։ Սիրելի ժողովուրդ, սա չեմ ասում, որ դու երկինք չմտնես։ Մարդիկ կան մտածում, արմա եղբայր, սխալ դավանություն ես անում։ Չէ, սա ասում եմ, որ մտնես, որ քո կյանքի նպատակը դարձնես հոր կամքը կատարելը, որ լսես Տեր Հիսուսի խոսքերը, ուզում ես փրկվես,
պահիր պատվիրանները եւ կփրկվես։ Եվ դա այն գործը չի, որ ես ասում եմ գործերի վրա հույսդ չդնես։ Եվ հաջորդ խոսքը ասում է, այն օրը, դատաստանի օրը, շատերը ինձ կասեն, Տեր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք։ Չեն պահել հոր կամքը, բայց մարգարեացել են։ Քո անունով դևեր հանեցինք, զորավոր ծառայություն արեցինք եկեղեցում, քո անունով շատ հրաշքներ գործեցինք։ Բայց հոր կամքը չեն կատարել։ Հայրը ասում էր, այդպես մի ապրի։ Հայ եկեղեցում ծառայում ես, լավ ես անում, բայց քո աշխատավայրում այդ սկզբունքներով մի ապրի, քո ընտանիքում այդ սկզբունքներով մի ապրի, քո հարևանների հետ, քո բարեկամների հետ այդ հարաբերությունը մի ունեցիր, շտկիր քո կյանքը, մի նախանձի, մի բամբասի, մի դժգոհիր, մի տրտնջա, ես եմ ասում, սա թե խոսքն ասում, խարդախություն մի արա, սուտ մի խոսա, գողություն մի արա, անգամ եթե բոլորը անում են այդ գողությունը, դու գողություն մի արա, տուժվիր, բայց իմ կամքը կատարի։ Մարդիկ ասում են, բայց մենք ձեռք դրեցինք, հիվանդը բժշկվեց, գիտես քանի հոգի են բերել եկեղեցի։ Ոչ թե ինձ Տեր ասողներն են մտնելու երկնքի արքայություն, այլ իմ հոր կամքը կատարողները։ Բարի վարդապետ, ինչ անեմ, որ փրկվեմ։ Աստծու պատվիրանները պահիր։ Հիմա տեսեք, համ ասում է, եթե հոր կամքը չկատարես, երկինք չես մտնի, համ էլ այս մարդիկ ծառայել էին, բայց իրանց հույսը դրել էին իրանց ծառայության վրա, ասում է, այն ժամանակ ես նրանց կասեմ, ես ձեզ երբեք չեմ ճանաչել, ինձանից հեռացեք, ով անօրենություն գործողներ։ Չգիտեմ, մենք հասկանում ենք ինչ է նշանակում գործեր, որոնց վրա մարդը հուսացել է, եւ գործեր, որոնք իր հավատքի ապացույցն են։ Եթե մենք հասկացանք, որ ինչ որ բան անելով դու փրկության չես արժանանում, եկեք հիմա հասկանանք եւ Աստվածաշնչով կարդանք, որ հավատքը չի կարող պտուղներ չունենալ։ Հավատքը չի կարող գործեր չունենալ։ Եվ հավատքի գործերն են Աստծո պատվիրանները։ Եվ Տերը շեշտադրեց։ Եվ գիտեք ինչքան հետաքրքիր է, որ Աստվածաշնչում երբ կտեսնեք, որ Տերը վերադառնալու է մարդկանց դատելու է ըստ իրենց, երբեք գրած չի ըստ իրենց հավատքի, գրած է ըստ իրենց գործերի։ Ինչքան կտեսնեք, դատելու է ըստ իրենց գործերի։ Ոչ թե այն գործերի, որ դու բարեգործություն ես արել, չէ, այն գործերի, որ պատվիրանը պահելու պտուղն է, որ հոր կամքը կատարելու պտուղն է։ Այս գործերն է Տերը գալու, ասելու է, լավ, դու ասեցիր, որ հավատում ես ինձ։ Գիտեմ, ոչ ոք կատարյալ չի, գիտեմ, որ առանց մեղք հնարավոր չէր, բայց արի մի հատ քո կյանքը քննենք, դու անօրենություն գործող ես եղել, թե անօրենությունից հեռացող։ 2 Տիմոթեոս 2:19-ն ասում, Տերը ճանաչում է իրեններին եւ իրենների վրա այս կնիքը կա, անօրենությունից, անիրավությունից հեռանա յուրաքանչյուր ոք, ով Տիրոջ անունն է կանչում։ Դու հեռացող ես, թե հեռացող չես։ Շարունակության մեջ ասում է 24-րդ խոսքը Մատթեոս ավետարան 7-րդ գլխի, արդ ամեն ոք, ով լսում է այս խոսքերը ու դրանք կատարում, կնմանեցնեմ իմաստուն մարդուն, ով իր տունը կառուցեց ժայռի վրա, լսում է եւ կատարում։ Գործ է թե գործ չի։ Հա դու լսեցիր, գնաց կյանքդ փոխվեց, գործ է թե գործ չի։ Բայց եթե լսեցիր ու չփոխվեց, լսեցիր ու շարունակեցիր այն հին աշխարհային ձևերով ապրել, կամ այն հինի պես չես ապրում, բայց դե որ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում մի հատ հիշում ես քո հինը, ու դրանից հեչ ված չես զգում, դրա դեմ չես պայքարում, ասում ես, դե լավ, ոչինչ հիմա։ Եղել է, որ երեխեքը մի հատ սխալ բան անեն, մեր ընտանիքում, որ երեխաներս փոքր էին, շատ անգամ գալիս էին, ու մի հատ շատ սխալ բան են արել։ Ես գալիս եմ, ասում եմ, «Էս ինչ եք արել»։ Ասում եմ, «Պապա, դե ոչինչ»։ Այդ ես պիտի ասեմ ոչինչ։ Հիմա երբ որ դու մեղք ես գործում, պիտի Աստված ասի ոչինչ, զավակս։
Մի ընկճվի դրանից, ես տեսնում եմ քո սիրտը, որ դու զղջում ես, ապաշխարում ես, վատ ես զգում, ընկճվել ես, մի ընկճվի, ես ներում եմ քեզ հաջորդ անգամ սա չանես, սա Տերը պիտի ասի ոչինչ, բայց երբ որ երեխան է ասում, հա դե ոչինչ, դե ինչի հետև ես ընկել, արդեն ծնողը մտածում է, երեխու հետ մի բան է չի, ինքը չի զղջում, ինքը վատ չի զգում դրանից, ինքը անիրավությունից հեռացող չի, հա դե ոչինչ, ով չի անում որ, հասկանում եք տարբերությունը, իմաստուն մարդը եւ անմիտ մարդը եւ ամենավատը այն է որ անմիտ մարդու տունը կործանվելու է եւ դա նույնն է որ լսելու է Տիրոջից այս խոսքերը ես քեզ չեմ էլ ճանաչել հեռու գնա ինձանից ով անօրինություն անիրավություն ինչեր գրած անօրինություն գործող մեկը Հակոբոս Առաքյալը իր թղթի 2-րդ գլխի 17 եւ 26 խոսքերում երկու անգամ նույն բանն ասում որ շատ հայտնի խոսքեր են հավատքը առանց գործերի մեռած է ինչպես որ մարմինը առանց հոգու այնպես հավատքը առանց գործերի մեռած է եւ առաջին գլխի Հակոբոս առաջին գլուխ 22-ից 27 ընթերցենք Այն առաքյալը, որ ասում է հավատքը առանց գործերի մեռած է, եւ սա այն գործերը չի, մարգարեացանք, չգիտեմ, եկեղեցի մարդ բերեցինք, աստվածաշունչ էինք կարդում, տասանորդ էինք տալիս, ամբողջ կյանքս բոլորը գիտեն, որ ես հավատացյալ եմ, այս գործերը չէ, որ լսեցիր պատվիրանը եւ պատվիրանին հնազանդվեցիր, խոսքը լսեցիր ու խոսքը կատարող եղար Եվ գրված է խոսքը կատարողներ եղեք եւ ոչ միայն լսողներ որ ինքներդ ձեզ խաբեք որովհետեւ խոսքը միայն լսողը եւ չկատարողը նման է այն մարդուն որ հայելու մեջ ակնապիշ դիտում է սեփական դեմքը քանի որ տեսնում է ինքն իրեն անցնում գնում է եւ իսկույն մոռանում թե ինչպիսին էր բայց ով թափանցում է ազատության կատարյալ օրենքի մեջ եւ դրա մեջ մնում նա ցրված լսող չի լինում այլ գործ կատարող հայելու մեջ կանգնած ես մեկ էլ տեսար մի հատ թերություն կա այստեղ Չգիտեմ ինչ ա եղել, մազդ քնել ես, sense թարս է, այսպես է մազդ։ Հետո գնում ես ու մոռանում ես, չէ, որ տեսար թերությունդ, Աստծո խոսքը մեր հայելին է։ Տեսար թերությունդ։ Ասում դու ցրված լսող չես։ Որ մոռանաս, գնաս ու մոռանաս։ Բոլորն էլ նայեն ասեն, ես ինչ բիզբիզ մազեր ունես։ Ասում է, այլ գործ կատարողն այդ արարքով երանելի կլինի։ Եթե մեկը կարծում է, թե կրոնասերը եւ իր լեզուն չի սանձահարում, այլ իր սիրտը մոլորեցնում է այդպիսի կրոնասիրությունը զուր է։ Սուրբ եւ անարատ կրոնասիրությունն Աստծո է, որ առաջ սա է, որբերին եւ այրիներին նրանց նեղության ժամանակ այցելել, գործա թե գործ չի։ Եվ ինքն իրեն աշխարհից անարատ պահել, գործա թե գործ չի։ Բայց սրանք հավատքի գործեր են։ Սա մի բան չի, որ մենք պարծենում ենք, սա մի բան է, որ մենք հնազանդվում ենք։ Եվ մենք պիտի այս պարծենալու գործերը տարբերենք հնազանդվելու գործերից։ Որտեղ մարդը գործ է ասում է գործերով չի փրկություն, ինչ պատվիրան պահել։ Բա ինչ։ Անօրինություն գործել։ Գիտեք, մարդը ընտրության առաջ է, կամ պատվիրանով է ապրում, կամ պատվիրանին հակառակ։ Ուրիշ կերպ չկա։ Չկա չեզոք վիճակ։ Որ Աստված ասում սուտ մի խոսա, դու կամ հնազանդվում ես, կամ չես հնազանդվում։ Չկա չեզոք վիճակ։ Հիմա պատվիրանը պահելը, Տեր ասեց, ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեք։ Չկա տենց վիճակ, որ ես հավատքով եմ ապրում, բայց ինչ պատվիրան։ Սա մոլորություն է։ Չկա այդպիսի վիճակ։ Եվ մենք պիտի այդ սուտը հանենք մեր միջից, այստեղ կարծրացած մի բան կա։ Գործերով չի փրկությունը։ Իհարկե գործերով չի։ Ով իր գործերի վրա է հուսացած, ինքը գնալու է դժոխք, որ մտածում է, ես կարամ խարդախության, անօրինության կյանքով ապրեմ, բայց այնքան բան եմ արել Աստծո համար, բայց չփրկվեմ, ով փրկվի։ Շուտ պիտի ապաշխարես, շուտ, որովհետև դու թանկ ես Աստծո համար։ Այդ մտածելակերպով դժոխք ես գնում։ Բայց եթե դու իր պատվիրանը, իր խոսքը հարգում ես եւ իր խոսքի համար իր խոսքին հնազանդվելու համար պատրաստ ես քո եսը կոտրել,
քո բնավորության վրա աշխատել, ինքը նայում է ասում այո դու խոսքը կատարող ես, եւ սա հավատքի գործ է, որը քո հավատքի կենդանի լինելու ապացույցն է։ Հովանու 3:36-ով ուզում եմ ավարտել, որ շատ հստակ մեզ փոխանցում է աստվածաշնչյան ճշմարտությունը, որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ որդուն չհնազանդվողը կյանք չի տեսնի, այլ Աստծու բարկությունը կմնա նրա վրա։ Որդուն հնազանդվելը գործ է, թե գործ չի։ Կարանք ասենք, մեր գործերը չպիտի խոսան նրա մասին, մենք հնազանդվում ենք, թե ոչ, բա ինչը պիտի խոսա։ Գործերն են խոսում մեր հավատքի մասին, դրա համար Տերը ասում է, որ վերադառնամ, ամեն մեկին հատուցելու եմ ըստ նրա արած գործերի։ Մեր գործերը խոսում են մեր հավատքի մասին, մեր գործերը խոսում են մեր անհավատության մասին։ Փրկությունը միայն հավատքով է։ Մի մարդ մոտեցավ Հիսուսին հարցրեց. «Բարի վարդապետ, ինչ անեմ որ փրկվեմ»։ Ես կարծում եմ շատ շատերին օգտակար կլինի Տեր Հիսուսի պատասխանը, որին էր նվիրված մեր այսօրվա ուսուցումը եւ շատ հետաքրքիր է, որ Տերը հարցով է պատասխանում։ Ինչու ես ինձ բարի մասին հարցնում, կամ թեկուզ մյուս թարգմանությամբ ինչու ես ինձ բարի ասում։ Բայց պատասխանը հստակ է։ Պահիր Աստծու պատվիրանները եւ հավիտենական կյանք ունենաս։ Եկեք թույլ տանք, որ Տիրոջ խոսքերը լցվեն այսօր մեր սրտի մեջ։ Եկեք կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք Տեր։ Շնորհակալ ենք քո այս հստակ, պարզ, հասկանալի ուսուցումների համար։ Եվ շնորհակալ ենք, որ քո խոսքը տարանջատում է այն գործերը, որոնք չեն կարող մեզ փրկության տանել, եւ այն գործերը, որ մեզ փրկության տանող հավատքի բնական ապացույցն ու պտուղներն են։ Եվ տուր, որ մենք մեր մտքից հեռացնենք ամեն կարծրատիպերը, ամեն սխալ պատկերացումները, ամեն բացասական վերաբերմունքը պատվիրանների ու քո կամքին հնազանդության վերաբերյալ եւ ընդունենք քո խոսքը որպես մաքրամաքուր ճշմարտություն եւ երկյուղ ունենանք քո խոսքի ու քո պատվիրանների հանդեպ եւ անօրենությունից հեռացողներ լինենք, այլ ոչ թե մեղքը սիրողներ։ Օգնիր մեզ Տեր եւ շատ շատերին այսօր իրենց սրտի մեջ պատասխանիր այն նույն բառերով, որ գրված է Աստվածաշնչում. պահիր պատվիրանները եւ փրկություն կունենաս։ Թող քո խոսքը այսօր արձագանքի մեր սրտերում, մեր հարազատների, բոլոր այն մարդկանց սրտերում, ովքեր կլսեն այս ուսուցումը։ Քո խոսքերը Տեր Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում։